Հարտեզում նախանշված կարմիր ու կանաչ գույները Վիոլյաջուր ընկերության Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում երկու փուլով իրականացվող պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի հասցեներն են։ Ընկերության հայտարարած մրցույթում ընտրվել են երկու կապալառու կազմակերպություն, որոնք բնակավայրում զուգահեռ են աշխատում։ Նոր Գեղի փողոցների մեծ մասում այս պայն շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ներդնելով մոտ 573 միլիոն դրամ, ընկերությունն այստեղ 1170 բաժանորդի համար վերակառուցում է 30 կիլոմետր ջրագիծ։ Ծրագրով կիրականացվի նոր բաշխից ցանց։ Ցանցը կառուցված է 50-60 տարի առաջ մետաղական չուգուն է այլ խողովակները, որոնք ժամանակի ընթացքում թե բարոյապես եւ թե ֆիզիկապես մաշված էին։ Եվ կային բավականին շատ հոսքակորիստներ, կարողանալու ենք հետ բերել մեր հոսքակորիստները, ջրաբաշխումը իրականացնենք ավելի ոնց որ գոտիավորված, կարողանալու ենք ջուրը բաշխել հավասարաչափ, որի արդյունքում մենք ունենանք գրաֆիկների ժամկետների մեծացում, ջրի խնայողություն մոտ 36 լիտր մենք ստե ջրի խնայողություն կարող ենք ունենալ։ Խողովակները հիմնականում անցնում են անհատական տնտիրությունների տարածքով, որի պատճառով վթարավերացման աշխատանքներ իրականացնել ու ցանցը վերահսկել հնարավոր չէր։ Հետևանքն էլ այն էր, որ երկու ջրատարից սնվող գյուղական բնակավայրում սպառվում էր վայրկյանում 45 լիտր ջուր, որն այս տարածքի համար ջրի սպառման հսկայական ծավալ է։ Ներկայիս պայմաններում դժվար է իրականացնել, քանի որ սեփական տարածքներում չեն կարող մուտք գործել, անընդհատ ստուգել։ Հանրային տարածքներով եթե ներքին ցանցը գնաց, արդեն վերահսկելիությունն էլ հասանելի կլինի մեզ։ Բնակավայրի ղեկավարը պատմում է ջրի հետ կապված խնդիրների ու բնակիչների դժգոհությունների մասին, որոնք հատկապես սրվում էին ամռան ամիսներին։ Այս ծրագիրը առավել եւս մեզ օգուտ էր եւ բնակիչներին եւ համայնքին եւ համայնքի ժողովրդին եւ մեզ, որ մենք 24 ժամ, ասենք վթարային, ասենք իրավիճակներ էր լինում, վերանում է, էլի վթարը արդեն քիչ կլինի, այսինքն չի լինի։ Նոր Գեղիում օրերս սկսված աշխատանքները շատ արագ են առաջ գնում։ Մի կողմում ՇՄՇ-23 կազմակերպությունն է մոնտաժում 400 մմ տրամագծով ջրագծի խողովակները, մյուս հատվածում Գավաթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկան է աշխատում, քանդում ու միաժամանակ խողովակներ մոնտաժում։ Այս պահին իրականացում է մեր կազմակերպության կողմից 7 գծերի կառուցման աշխատանք, այսինքն 7 բրիգադով աշխատում ենք այս պահին եւ արդյունքն է, որ արդեն համարյա 10-12 օրվա ընթացքում արդեն իրականացվել է մոտավորապես 2 կիլոմետր 700 մետր ջրագծերի կառուցման աշխատանքներ։ Այսպիսի արագ տեմպերով աշխատանքները իրականացվում են, որովհետեւ համագործակցում ենք տեղական Վիոլայի մեր կազմակերպության աշխատողների հետ։ Արդեն կառուցել ենք մոտ 450 մետր մագիստրալ։ Շինարարությունը ընթանում է նորմալ, խոչընդոտներ չկան։ Խոչընդոտների դեպքում կապալառու ընկերության պատվիրատուի ներկայացուցիչներն են իրենց հետ հարցերը աջակցում են։ Վթարների հանդիպում ենք, ընթացքում ժամանակավոր կատարում ենք վթարավերականգնողական աշխատանքներ։ Բնակավայրում աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա սկզբին, արդյունքում Նոր Գեղին կունենա բարելաված ջրամատակարարման համակարգ, կառավարելի բաշխից ցանց ու ջրաքանակի սպառման արդյունավետ կառավարում, ինչը հնարավորություն կտա խնայել վայրկյանում 36 լիտր ջուր։ Սա նաև հնարավորություն կտա բաժանորդների վճարումներից հավաքված միջոցներն ուղղել բնակավայրերում կուտակված խնդիրների լուծմանն ու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։